Ողջույն Front TV-ի հարգելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ Սերգո Մուրադյանը, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Պարոն Մուրադյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Հայաստանում էր, ըստ ձեզ ինչ մեսիջներ հղեց առաջին հերթին մեր հանրությանը եւ նրա այցը կարող էր թոթափել Հայաստան-Ռուսաստան ներկա լարվածությունը։ Լարվածությունը ուրեմն ստեղծեցին մի խումբ խզմալյանականներ, բաբաջանյաններ, ովքեր բոլորս լավ գիտենք, թե նրանք ում կողմնակիցն են, որ երկրների հետ կապ ունեն, ինչ աղանդների հետ կապ ունեն։ Միանշանակ ասեմ, Լավրովի այցը կարող է շատ բան փոխել, եւ նա իր հայտարարությամբ հանդես եկավ, որ կարող է Հայաստանի համար բարեկամական եւ ռազմավարական մեծ աջակցություններ անի Ռուսաստանը եւ մենք բոլորս գիտենք, որ եթե այսօր ձեռք քաշենք մենք Ռուսաստանից, մենք կհայտնվենք նույն Ուկրաինայի քաոս իրավիճակի մեջ։ Այնինչ այդ կազմակերպված ես իմիջիայլոց շատ զարմացա, որ այնտեղ չէր գտնվում ինչ-ինչ պատճառներով, որը Արամ Սարգսյանը։ Դուք հիմա խոսում եք ակտիվացիաների մասին, որը որ կազմակերպվել է Լավրովի այցի ժամանակ։ Այ։ Նրանք ի սկզբանե դա ես կմեկնաբանեմ հետևյալ կերպ, դա հենց կազմակերպված է այսօրվա իշխանությունների իսկ ձեռքով, քանի որ նրանք երկերեսանի խաղեր են խաղում Ռուսաստանի հետ, Ռուսաստանին նրանք չեն կարող պատասխանել իրենց իսկ լեզվով, իմանալով իրենց պատասխանը ինչ պետք է հնչեցվի այդ կողմից։ Դրա համար նա ունի, իշխանությունները ունեն իրենց իսկ օգտագործվող զենքերը, եթե այդպես կարելի է համարել, որ նման դեպքերում իրենց իսկ դեմքերը կարողանան ցույց տալ։ Բայց ես ուզում եմ իմ խոսքը դել մեր ողջ ժողովրդին, որ ժողովուրդ պետք է այդպիսի կերպարների կազմակերպված ակցիաներին մասնակցել, քանի որ հավատացած եղեք, մենք այսօր մեր երկիրը այսօր իրոք ունի Ռուսաստանի կարիքը, ունի Ռուսաստանի հետ կնքվող բարեկամական, այսպես ասած, հարաբերությունները երբեք չի կարելի փչացնել։ Երբեք։ Նրանք իրենց իսկ քայլերով իրենց դեմքն են ցույց տալի, որը մեր երկրին դա հաստատ լավ բանի չի կարող բերել։ Իշխանությունները Հայաստանի անվտանգության հարցը ամեն կերպ փորձում են դնել ուրիշի ուսերի վրա, այսինքն այլոց ուսերին են բարդում այդ պատասխանատվությունը։ Դուք ինչ եք կարծում, այսօր ինչ է արվում Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար։ Հայաստանի անվտանգությունը այսօրվա իշխանությունները դարձրել են 0։ Հայաստանը այսօր դարձել է ամենավտանգավոր նշխարը, կետը։ Նախ Հայաստանի անվտանգությունը առաջին հերթին պաշտպանողը պետք է լինի զինված ուժերը, որը գտնվում է շատ ցածր մակարդակի։ Մենք չունենք, կարելի է ասել, չունենք այն բանակը, այն ուժը, որ այսօր պաշտպանի մեր երկրի մարտունակությունը, մեր ժողովրդի անվտանգությունը։ Դա գալիս է նրանից, որ երկրի ղեկավարը անընդհատ հնչեցնում է չկրակելու հրամաններ, թույլ չի տալիս
Ձևական շատ աշխարհազորեր են երկրապաներից գնում դիրքերը պահելու։ Ինչու ձևական։ Ձևական։ Ասեմ ինչու ձևական, որ հակառակորդի կողմից անընդհատ մենք ունենում ենք կրակոցներ, բայց մեր պատկան մարմինները ներկայացնում են օթենկը կրակով։ Օդ կրակելս ո՞րն է։ Իմիջիայլոց դուք դրան ինչպես եք վերաբերվում։ Շատ վատ։ Գիտեք ինչ, մեր առաջնորդը Արշակ Կարապետյանը, համայնքական շարժման առաջնորդը Արշակ Կարապետյանը, ես ինքս նույնպես որպես զինվորական լինելով երկար տարի ծառայելով պարոն գեներալի ենթակայության տակ, գիտեք ինչ, մենք ինքներս զինվորականներս միշտ գիտակցել ենք եւ ձգտել ենք այդ ամենին։ Եթե հակառակորդը պետք է մեր ուղղությամբ կրակ արձակի մի քանի փամփուշտ, մենք նրանց վրա երրակի քառակի անգամ պետք է քիչ այլ ձև ասեմ խեղճացնել։ Հակառակորդին նման հակահարվածով պետք է խեղճացնել։ Այնինչ այսօրվա իշխանությունները թելադրվում են մեր հակառակորդ Ալիևի կողմից, Ալիևը ոնց ասում է, նա այդպես կատարում է։ Մենք դա այդ փաստերը տեսանք հանդիպման ժամանակ, որը խայտարակություն էր ուղղակի, խայտարակություն։ Նա մեր բոլորիս դեմքը, մեր հայ ազգի պատվի հետ է խաղում իր այս նսեմացված քայլերով։ Այսինքն դուք նկատի ունեք, եթե իհարկե Աստված չանի, օրերից մի օր Հայաստանը նորից գտնվի պատերազմական իրավիճակում, այսօրվա բանակը ի վիճակի չի լինելու պաշտպանել Հայաստանը։ Գիտեք ինչ, նայեք, դա մեծ մի այլ ձևի ես կարող եմ ասել, նրանք եթե լինի պատերազմ, եթե չգտնվեն առողջ ուժերը, ովքեր այս երկրի այս ժողովրդի համար սրտացավ են, այո, դա կլինի մեր անկումը, դա կլինի մեկ այլ տարածքի հանձնումը, Հայաստանի Հանրապետության մի այլ տարածքի հանձնում։ Ուստի համայնքական միասնական մեր խորհրդում ինչպես հայտարարել ենք բազմիցս կազմվել է աշխարհազոր, կազմվում է աշխարհազոր, բոլոր այն առողջ մարդիկ, այն առողջ ուժերը, ովքեր մտահոգ են այս երկրի համար, պետք է ընդգրկվեն աշխարհազոր։ Որպեսզի տեղ եկած ժամանակ մենք մեր հակահարվածը կարողանանք տալ, մենք կարողանանք պաշտպանել մեզ, մեր ժողովրդի, մեր երկիրը։ Բանակը երբեք չի կանգնելու ժողովրդի կողքին։ Ես դա հստակ ասում եմ։ Բանակը կատարելու է այսօրվա ապիկարների տրված հրամանը։ Ասվելու է հետ է նահանջել։ Ցավոք, ինչպես ունեցան 44 օրյային, ունենալու եք անմեղ զոհեր, անմեղ նահատակներ։ Դրա շնորհիվ դրա համար պետք է ժողովրդի ետ դարձի բերել, հանել այդ զոմբիացված կարգավիճակից։ Նրանք ամեն օր մի վատ քայլ, մի վատ հրաման արձակելով, որը վնասակար է մեր ժողովրդի համար, փոփոխություններ կատարելով, ժողովուրդը ուղղակի կուրացած է, չի տեսնում այդ ամեն ինչը, չի տեսնում ուղղակի։ Սկսած բարձր մեր ամբիոնը, ազգային ժողովը, սկսած այդտեղից դարձրել են բարդակ, կներեք արտահայտությանս համար, բարդակ, դա այնտեղ դառել է կռվախնձորի տեղ, բազարի տեղ, փոխանակ նրանք կայացնեն որոշումներ երկրի անվտանգության,
այս վիճակից դուրս գալու թանկացումների հարկ այսօրվա ոչ ընդդիմություն կա, ոչ իշխանություն կա։ Ես չեմ տեսնում ընդդիմության մեջ էլ մի նորմալ քայլ, այսօրվա իշխանությունները պետք է ժամ, րոպե առաջ հրաժարական տա, բայց նրանք չեն տա հրաժարական, դա պետք է ոտքի կանգնի ժողովուրդը և հեռացնի նրանց այս զբաղեցրած, այս գրավված աթոռներից։ Շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար, դեռ կհանդիպենք։